Ինչ է կարել։ Իմաստ ու այդ նմանատիպ մանկապարտեզները շատ կան։ Տեսեք, ասում են շահագործման չհանձնված լինելով ներկայացնում են թե իբր այս որակով, այսպես անորակ հանձնվել է շահագործման նկատի ունենալով, որ սուտ տեղեկություն է։ Ես ներողություն, ուրեմն ասեմ, դա նրանց սուտն է, իրանք սուտն ասում են, սկսում են իրանք սուտը հերքել։ Դա օրինակի համար իրենց մոտ քաղաքական մի հատ գիծ է, երբ որ դու մի հատ բան սուտ խոսում ես, հետո սկսում ես սուտը հերքել։ Ներողություն, իմ վիդեոները դրեք նայեք, տեսեք, ես ասում եմ այդ մանկապարտեզը շահագործվում է։ Սուտ են խոսում, իրանք սուտը։ Ես բառացի կրկնում եմ, ասում եմ, այս մանկապարտեզը պետք է ավարտվեր այս ինչ թվականին, այսինքն արդեն ավարտված պետք է լինի, 300 միլիոն դրամ եղել է իր սմետան, այսինքն նախահաշիվ որ պիտի լինի, ասում են, որ իրանք փռած ասֆալտը, որը որ փռել են ծախում է, քարերը որ կա, ասում եմ, այս քարերը եկուց ստեղ երեխեք են լինելու, վաղը ստեղ երեխեք են լինելու, վաղը նկատի չունես հենց վաղ է, ասում մանկապարտեզը չի գործում, ասում ձեր գլխին պետք է ես բանով տամ, որ հասկանան չի կարելի, եկեք հետևեք, այս մանկապարտեզը, այսինքն 6 ամիս հետաձգվել է բացումը, եւս առնվազն տարիուկես կհետաձգվի, որպես քաղաքի ավական ինձ Երևանցիները ձայն են տվել, որ այս խնդիրը բարձրաձայնեմ։ Ասում եմ, բալա պատի ճակը, կանալիզացիան հելը լսում անձեր, ասում եմ, դուք բարոյական եղեք, իրանք բարոյականը նորից եմ կրկնում, իրանք ուշկումից իրանք ոտելի արանք ու իրանք հետևն է, բարոյականը ստեղ է, մարդու ստեղ հետ է կապված։ Ինչու հենց այս դեպքի բացահայտումը ավելի վրդովեցրեց, քան մնացած դեպքերը։ Տեսեք, նորից կրկնեմ, ԿՊ-ական ընկերություն, որը 4 տարբեր շինարարությունների տարբեր շինարարություն պետք է խայտարակ վատ մոտակի արվեց 5-րդ $3.5 միլիոն, սերտյակը ժողովուրդը հարակ կոռուպցիան ո՞նց է լինում։ Հայշտան կարելի է մանկապարտեզի վրա էլ այս բանանը հասկանում եք, ու արդեն իրանց մոտ, որպեսզի ուղղությունը շեղեն, սկսեցին այսպես ասած երրորդ դեմքով Վազգեն Սարգսյանի եղբոր, որ ձգտում է Եվրոպա գնալով, այս հարժամակարգով ես կան Եվրոպա գնում, իրանք սադրեցին այս ամբողջը։ Այսինքն քաղաքապետը զանգում հավաքա տալիս, իրան գործընկերների միջոցով ասես ներողություն խնդրի։ Քեզ մի օր ժամանակ ներողություն խնդրի, չի խնդրում ինքը, հաջորդ օրը գալիս է, նորից եմ կրկնում։ Եթե ինքը հրապարակայնորեն ցույց չտվեց, որ ես ասել եմ այնտեղ երեխաներ ներսը կան, առնվազն ինքը անբարոյական է, սուտ խոսալու համար։ Սուտը խոսում է, սկսում են իրան սուտը հերքել։ Ու երբ որ արդեն այս կոռուպցիայի սկսում ես ոտը տրորել, փոչը տրորել, վնգոստեն ու ճփոստեն դուրս է գալիս։ Կանչում են Civic-ին իրանք մոտ, այս Civic-ը կանչում է ԿՊ-ի լրատվականը, ամբողջ օրը մտածում են ինչա, երկրորդ սադրանքը անում է իրանք թաղապետը։ Երկրորդ սադրանքը, ես լինելով քաղաքական մարդ կատարել եմ քաղաքական ակցիա։ Իր արածին համապատասխան ակցիա եմ ես արել։ Պարոն Մանուկյանի լարգացումներից բացենք։ Ես արտահայտությունը դուք ինչպես եք պատկերացնում, քանի որ այսպես լարված իրենք անում են, դուք ապա արձագանքում եք, չեք թողնում հիմա արդեն ծեծի եւ վերման ենթարկելու ձերբակալության։ Ի վերջո ո՞նց է։ Ես ասեմ իմ դիրքորոշումը, նաեւ այդ դիրքորոշումը ասաց Արտուրը Չախոյան, որ կոռուպցիայի դեմ պայքարում աննահանջ ենք լինելու մենք, այսինքն այն թալանն ու կոռուպցիան, որ ԿՊ-ն ворթեգրել է, 100 դեպք եմ ներկայացրել, 100 դեպք, ոչ մի դեպքի հետ կապված հետևողական իրենք չեն եղել, աբսոլյուտ ոչ մի դեպքի հետ կապված իրանք չեն եղել։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, այս process-ի հետ կապված վստահ եմ, որ իրանք փորձեն մի հատ մեղադրյալ բան ներգրավեն եւ Արտուրին Չախոյան փորձեն ներգրավել նաեւ ինձ եւ իրենք բարի թևերով այտենց կփորձեն պատտվել, բայց եթե իրանք ունենան քաղաքական հասունություն եւ չգտնվեն տգետ, քաղաքական առումով տգետ, առնվազն պիտի ներողություն խնդրեն, դիում գրեն եւ իրենք հեռանան։ Պարոն Մանուկյան, իսկ ձեր հետագա աշխատանքը երկու ֆրակցիաների միջև քաղաքապետարանի ներսում ինչպես եք պատկերացնում։ Կարող է էլի սադրանք լինել, ինչ կարող եք ասել այս իմաստով։ Երբևիցե մենք երկու ֆրակցիաների իրար չենք աշխատել, ասենք դրանից։ Եղել են մեր հետևը նստած եւ ամբողջ ընթացքում եղել է մի հատ այտենց մեկը կա։ Իրա կողմից ռեպլիկների թողել դրան ի պատասխան եղել է եւ այդ ամբողջի մեղավորը կրկին անգամ էլի ԿՊ-ն է։ Իդեմս քաղաքապետի, որը որ չի կարողանում կառավարել։ Այսինքն ինքը պարտավոր է որ առնվազն, եթե նույն ավականունիստը տապալվում է, դա իշխանության ձախողումն է, անդիմության ձախողումը չի։ Հասկանում եք, իրենք պիտի օրինակի համար հասկանան ինչ են անում, ուր են գնում։ Եվ նորից եմ կրկնում, ձեր եվրոպական արժե համակարգը Վազգեն Սարգսյանի աղբոր կուսակցության դա է։ Այս նույն մասիվի թաղապետը որ կա, նույն մասիվում հանրապետության կուսակցության հետ աֆիլացող մարդուն ֆոտոշոպ են արել, մի շենքի այս կոմենտարը, մի շենքի այն կոմենտարը, շին թույլտվություն են տվել։ Խոսել եմ, ինչ արեք քաղաքապետը։ Ասել է, սակեք վերջում մի ձևի կտանք ավարտական ակտը։ Հիմա եթե կոռուպցիա է, թե չէ, սա քաղաքական կոռուպցիա է։ Հանրապետությունում այդ տարբերակով են փող տալիս։ Ուրիշ ոնց գնահատեմ, դա քաղաքական գնահատականներ են, նորից եմ կրկնում։